Աֆրիկյան էկզոտիկայից մինչ բրիտանական դասականի, իտալական ջերմությունից մինչ ճապոնական նրբաճաշակություն, լատինական դինամիկայից մինչ ֆրանսիական արդիականություն, ալպիական պարզություն, իսկ այս տարի 2012 սկանդինավյան հավաքածու, հանգստություն, մաքրություն և միաժամանակ գույների նուրբ համադրություն։ Համեցեք Կերամամարացի ծանոթանալու հերթական նորույթին։ Սասեյեմ, սուպերմարկետ ձեր տանը։ Ուզում եմ այդ Մուրադի հետ հանդիպենք։ Ինքը հաստատ մեզ կհասկանա, կասեմ նոր կյանք եմ սկսում։ Արսենի մասին կպատմեմ։ Ես շատ սիրեցի այս մարդուն, պապ։ Ես Ալիկի հետ կգնամ իրանց տունը կապրեմ։ Իր այդ նոր կյանքը սկսեմ։ Արամ Արսեն, Արամ։ Արսեն ինչ։ Արսենը մահացել, հա։ Ասա։ Արսենը մահացել, հա։ Հիմա ես գիտեմ, իմ պատմությունը հենց այդպիսին է։ Ես անվերջ պիտի վազեմ երբեք չհասնեմ, բայց կանգ առնել էլ արդեն չեմ կարող։ Ես նորից խաղի մեջ եմ։ Ես եմ սկսել ես խաղը։ Իմ պատճառով մարդիկ տուժեցին ու ես էլ պիտի այն ավարտեմ։ Հիմա ես գիտեմ, չի կարելի խաղը կիսատ թողնել։ Խաղն ավարտին է պետք հասցնել։ Ոչինչ չի կարելի թողնել ինքնահոսի, որովհետև կարող են բազմաթիվ զոհեր լինել։ Իմ հակամարտությունն ինձ դավաճանած ընկերներիս ու մերի հետ այսօրվանից ներփուր մտնում։ Ավելի անզիջում, ավելի դաժան։ Իրենք իրենց մաշկի վրա պիտի զգան, թե ինչ է նշանակում կորցնել, թե ինչ է նշանակում խաբված լինել, թե ինչ է նշանակում դավաճանված լինել։ Ու այդ զգացումները իրանց հետապնդելու են ողջ կյանքի ընթացքում։ Ես այլևս ոչ մի բանի առաջ կանգ չեմ առնի։ Պատժի բոլոր ձևերն էլ իմ համար ընդունելի են, ու որքան դաժան, այնքան լավ։ Նենք ու սրիկա մարդկանց հետ իրենց լեզվով պիտի խոսես։ Ես իրանց դեմ կբանեցնեմ հենց իրենց մեթոդները՝ խորամանկություն, կեղծավորություն, խաբեություն ու բռնի ուժ։ Ես խաղից դուրս չեմ գալիս։ Ես սկսում եմ խաղի երկրորդ փուլը։ Ես շարունակում եմ սկսածս գործը։ Բոլորն են ցավից ոռնալու։ Վահանը, Ալիկը, Մերին։ Նրանք ոռնալու են հոգեկան ցավից, խղճի, սրտի ու մտքի ցավից։ Նրանք պիտի իմանան, որ ուժի դեմ միշտ կգտնվի մեկ ուրիշ ուժ, որ խորամանկության դեմ միշտ կգտնվի մեկ ուրիշ խորամանկություն, որ նենգության, սրիկայության ու դավաճանության դեմ միշտ կգտնվեն համարժեք պատասխաններ։ Մամ։ Հալո։ Սենյակիս խաղալիքները որտեղ են։ Անոյին ասել եմ տանի ավտոտնակ։ Բայց ինչի։ Լևոն, արդեն մեծ տղա ես, ինչ խաղալիք։ Գնա դասերը տարա, ամբողջ օրվա ընթացքում 2 ժամ էլ չես պարապում, ոնց ես հասցնելու։ Չէ, ես ուզում եմ իմ խաղալիքները։ Չես հասկանում։ Լավ, վաղը որ Անոն գա, կասեմ կբերի։ Չէ, ես հենց հիմա եմ ուզում, հենց հիմա։ Լևոն ասեցի վաղը։ Չէ, հիմա։ Վայ, Լևոն։ Ես չգիտեմ էլ որտեղ է կոնկրետ դրել ախր։ Դու ասեցիր, որ Անոն գարաժ է տարել։ Այո, տղա, գլուխդ մի բան ես մտցնում, պրծում չկա քեզնից, չէ։ Արի գնանք։ Գնացինք։
Չես տնում հերդ ինչ հաստեղ սարքի։ Լևոն, դե կհամբերիր վաղանում կգար կգտներ, էլի։ Մամ կարող է ինա։ Ես։ Բայ է։ Էդ էլ չի։ Աստվածը, հենց պապայի վերնաշապիկն է, ես ես է իրան նվիրել, ինչ է եղել, վահան, այս սրիկա, ես գիտեի, որ մի բան լինելու է, ես զգում էի, որ ինչ-որ դժբախտություն է լինելու։ Մամ կարող է իմ խաղալիքների տոպլակն է։ Չէ, Լևոն, ես լրիվ ուրիշ բան է։ Արի գնաս սկսելուց, բանա, Բայց շուտ արա ասեցի։ Այս անստեղ ամնես, ինքը լավ մարդ է, ես իրան մի անգամից սիրեցի, սրվանից ինքը ընտանիք ունի, իմ հետ ապրելու, ես իրան լավ կնայեմ, ինքը պիտի լավ ապրի, ու ես ամեն ինչ կանեմ, որ էդ տենց լինի։ Ես էիր ուզում։ Ես չէի ուզում, աստված վկա չէի ուզում, ես ուզում էի Արսենին որդեգրեի, ես եմ եղավ էր, ամեն ինչ իմ մեղքով էր։ Ալիք, դու չես զգում, որ ինչին կպնում ես չորանում է, ինչին կպնում ես քանդվում է, ոչ ու ձեղ չարիք ես տարածում։ Էդ երեխեն ինչ մեղք ուներ, ասա տենամ ինչ մեղք ուներ էդ երեխեն։ Ես հիմա ինչ անեմ, ես հիմա ոնց ապրեմ, չէ, ես անեցկա, սկզբում Դավիթը, հիմա Արսենը, ես ինչ անեցկա իմ վրա։ Ես անեցկա այսօրվա չի։ Ճիշտ ես, ես անեցկա էլ Դավիթից է գալիս։ Մերիկ։ Մերիկ։ Մենակ չասես, որ դու ոչ մի բան ես տեղյակ չես։ Ինչ ես։
Ինակ չասես այդպես բան։ Բայց ես ինչպես պիտի տեղակ լինեմ, ինչ ես խոսում մեր։ Այ բան, ինչ տականքն ես բայց դու։ Ինչ տականքն ես։ Մենք ոտից գլուխարյան մեջ ենք դատաղված։ Մերի ինչ արուն, ինչ բան, ինչ ես ասում։ Վահան ինչ ես արել պապայի հետ։ Ուրա պապան։ Ես ոչ մի բանից խաբար չեմ մեր։ Ես աչքիդ կապտուկից էլ խաբար չես։ Դրանից էլ տեղյակ չես Վահան։ Մեր ես ոչ մի բան չգիտեմ, մերի քո արև։ Այ վարդ ոնց կարա տենց ստոր լինի քո պես Վահան, ոնց կարա։ Տեղյակ չես ոնց այս պապայի վերնաշապիկը հայտնվել գարաժում, հա։ Տեղյակ չես Վահան։ Մերի հանգստացի։ Սրա մասին ոչ ոք չպիտի իմանա։ Դաժե դու, լսում ես, դաժե դու չպիտի իմանաս։ Մենք ոչ մի բան չենք արել, մենք ոչ մի բանից խաբար չենք մերի։ Սզվում եմ քեզնից Վահան։ Սզվում եմ քեզնից, ատում եմ ես քեզ Վահան, ատում եմ։ Մաց մերի կամաց։ Սոնեմ կամ Վահանի չկլսեմ։ Դու չէի ասում, որ դրանց պետք է ազատվենք։ Դու չէի ասում, որ դրանց պիտի պրծնենք։ Ինչա, տենց չի։ Ոնց կարաս դու սենց ապրես Վահան, ոնց կարաս ապրես։ Քո տեղը բատն է իսկական։ Ու դու իմ ձեռով ես գնալու բան։ Դու իմ ձեռով ես գնալու բան, Վահան, լավ հիշի։ Այդ դες բան չանես։ Չանես մերի։ Չէ, դու այդ բանը չես արել։ Դու այդ բանը չես կարող ես մերի։ Ախր մենք սաղս իրար կապված ենք, մեզնից մեկը որ սկեց սաղին հետո ջրախեղտ է։ Չէ, դու այդ բանը չես արել, բա Վահանի չէ։ Բա սոնամ մերի։ Չես կարող։ Չես կարող ես։ Դրանքից հանելա պետք է։ Գործնելա պետք է ես բան։ Ոնց կարող քո մտքով տենց բան ասել, ասատենամ։ Չես հասկանում, ես էլ ուրիշ վարիանտ չունեմ։ Ուզեմ, չուզեմ պիտի միջև վերջ գնամ։
եք հարազատները։ Եկեք իմ հետևից։ Այնուամենայնիվ այս աշխարհը դաժան է, դաժան ու անարդար։ Ճիշտն ասած, ես հույս չունեի, որ նա կապրի։ Հույսը երբեք պետք չի կորցնել։ Ախր ոնց կարար սենց բան ուներ։ Ինչքան նպատակներ ու երազանքներ կար։ Ինչի հիմա պետք է ես ապրեմ, բայց Արսենը ես էլ չեմ կարում։ Դու չպիտի մեռնեիր, Արսեն, դու պիտի ապրեիր, ես եմ մեղավոր, ես պիտի չթողեի, որ քո հետ նենց վարվեի, պատասխան են տալու, ես քեզ խոսք եմ տալիս բոլորը, պատասխան են տալու, Վերջ Վահան, էլ չեմ դիմանում։ Մենք պիտի դիմանանք շիպցի։ Ես էլ որերորդ անգամն է դու ինձ սպանում ես Վահան։ Նոր բաներ մը խոսա, սազ լծրիր եկվանոց։ Ես էլ որերորդ անգամն է։ Ալիկ, Ալիկ, Սուս Վահան, հավեսը չուն։ Մերին է իմացել։ Մերին, ամեն ինչ հենց իրանից էլ սկսվեց, հենց մերից։ Էրիկա, ուշա, ինչ եղել է, մենք էլ փոխվողը չենք։ Ճիշտ ես, մենք էլ չենք փոխվի ու դրա համար էլ սաղ կյանքներս տառապում ենք։
Կա կռաս, հա։ Ես գիտեմ։ Ես անեցք։ Ես Հասմիկի անեցքն։ Ես Արսենի հոր անեցքն։ Ես Դավիթի անեցքն։ Ալիք վերջ տուր։ Ուղղակի պետք է մոռանալ։ Ամեն ինչ պետք է մոռանալ ու վերջ։ Մոռանալ։ Որ մեկը։ Որ մեկը։ Ապա դու պրոստը հոգնել ես։ Հա, ճիշտ ես։ Հոգնել եմ։ Ահա որ եմ հոգնել։ Գնա։ Գնա տուն։ Գնա մի քիչ հանգստացի։ Հա։ Գնամ։ Դեր մի նստի հետ։ Անացիր ստեղում դե ամբաղ խոսալու ես, ավելի լավ ակնես։ Վան ինչի է, որ մենք ապրում ենք։ Իսկ իրանք։ Ապա գնա տուն։ Ինչի ես սենց ես ամեն ինչը։ Տուն գնա ասում եմ։ Սակո։ Շեֆ։ Ասա Սակո։ Ես իմ հաշվին մի շաբաթը վարձակորդ եմ ուզում վերցնել։ Դու ես գնում։ Դու ես ինձ մենակ թողնում։ Շեֆ, մի շաբաթից ստեղ գնեմ, պետք է։ Գնա Սակո։ Մի շաբաթից ստեղ։ Բայց նայ երկար չլրվես, դու ինձ պետք ես։ Եղավ։ Լսի, տիկնիկավարներից մեկին խաղից անել ենք, բայց մյուսը… Մյուսը ով է։ Մուրադը Սակո։ Շեֆ, քեզ մի բան խնդրեմ, էլի։ Միջև արձակուրդից չգամ, ոչ մի բան չձեռնարկես, լավ։ Լավ Սակո, լավ։ Ձեռդ ոնց է։ Նորմալ։ Բան չկա, կանցնի։ Դե գնացի։ Սակո։ Հա, շեֆ։ Լսի հելը։ Կարար չէ ամեն ինչ սանց չլներ։ Կարար չէ։ Կարար։ Չեր կարա ապեր։ Չեր կարա։ Լավ գնա։ Ես քեզ տունը կսպասեմ։ Գնացի։ Ինչ է։ Նորից հավաքվում ենք։ Խաղալը չի ավարտվել, Սակո։ Արամը որոշել է։ Հա, Սակո։ Արամը որոշել է։ Ինձ մի շաբաթ ժամանակ է պետք։ Ինչի համար։ Պետք է որ ուր։
Բայց կվերադառնաս, չէ՞։ Հա։ Մի շաբաթից կգամ ու էլի նորից ձեր հետ կլինեմ։ Լավ ինչ ասեմ, որ պետք է։ Լավ ես կասեմ Արամին սակ։ Դե ես գնացի։ Հիմա ինչ ամեն ինչ նորից է սկսելու։ Ալույս։ Չես զգացել, որ այս խաղի մեջ հաղթողներ չկան։ Բոլորը պարտվում են։ Էլ ինչ են նորից սկսում։ Էլի լեզվիդ ես տալի, Լուիզ։ Ճիշտ եմ ասում։ Այս ինչ խաղ է։ Բոլորը դժբախտանում են։ Հեսա մեկ է շուտով գժանոցում կհայտնենք։ Ուրիշ ձև չկա, Լուիզ։ Ու հիմա մենք Արամին ավելի շատ ենք պետք։ Հա, ու մի բան է։ Հանգարց Արամի մոտ սենց բաներ չխոսես։ Հասկացա՞ր։ Հասկացա։ Դե քշի գնանք։ Ալո։ Բարև Էդգար։ Բարև, ողո։ Էդգար, ես եմ Արամը, մինչև հիմա ձենս չես կարողանում ճանաչես, այդ է։ Բարև, Արամ, ինչ կա։ Լսի, ես քո հետ խոսալու բանն եմ։ Ես հիմա ձեր տան մոտ եմ մեքենայի մեջ։ Լավ, դե տուն մտի։ Չէ, ավելի լավ է դու դուրս գաս, հարմար չի, արի դուրս կխոսանք։ Լավ, հեսա գամ։ Դե սպասում եմ։ Էդգար։ Հա, մամ։ Ուր ես գնում, բալես։ Մամ, գալիս եմ, հիմա ստեղ եմ։ Բարի լույս։ Բարի լույս։ Էդգար, ես չգիտեմ դու գիտես թե չէ, բայց Վահանենց ու Մերիենց հետ ես գործ եմ սկսում։ Իսկ ես դրա հետ ինչ կապ ունեմ։ Հələ որ ոչ մի, բայց կարաս ունենաս։ Ես դրանց հետ կապ չեմ կարող ունենամ։ Դու լրագրող ես, չէ՞ մասնագիտությամբ։ Հա։ Եթե դու ուզում ես ինչ-որ բան ուսումնասիրես, ապա ներսից պիտի ուսումնասիրես։ Իսկ դրա համար դու պիտի ներսի մարդ լինես։ Համաձայն ես։ Արամ, չեմ հասկանում, թե ինչ ես ուզում ասես։ Խոսք ես քաշում։ Չէ, ինչ ես ասում։ Օրինակ, երբ ես ինչ-որ մի գործ եմ սկսում, նախ մտնում եմ մի թեթև այդ գործի մեջ, ուսումնասիրում եմ այդ գործը։ Հետո նոր հասկանում եմ, թե ինչ պիտի անեմ ու նոր անում եմ։ Եթե էլ ասելու բան չունես, ես գնամ։ Նստի։ Արամ, ինչի պիտի ես քեզ ենթարկվեմ, հա։ Որովհետև մեծ աղբորդ տարիքին եմ, գոնե այդ հարգի։ Լավ, ասա, լսում եմ։ Մի խոսքով չեմ երկարացնում։ Ես քեզ գործ եմ առաջարկում։ Արամ, այդ քո նոր սկսած գործի հաջողության համար հոդված է պետք, հա։ Արամ, ես գլխից ասեմ, եթե ուզում ես ինձ հոդված պատվիրես, ես պատվիրով չեմ աշխատում։ Լսի, դու առաջ այդքան համառը չէիր։ Դու ինչ գիտես։ Դե քիչ որ ծանոթ ենք, ահագին ժամանակ է։ Լավ, էլ ասելու բան չունես։ Լսի, ես վերջի վերջո քո հետ լեզու գտնելու եմ, թե չէ։ Քանի դու այդ Վահանի ու Մերի հետ ես շփվում, մենք դժվար թե լեզու գտնենք։
Լավ, սենց ասեմ։ Ես Վահանի ու Մերի հետ գործ եմ սկսել, բայց իրանց մասին համարյա թե ոչ մի բան չգիտեմ։ Իսկ ճանաչելը իմ համար շատ կարևոր է, պիտի ուսումնասիրեմ, որ իմանամ արդար մարդու հետ գործ ունեմ, թե չէ։ Ասեմ քեզ, որ հեչ լավ գործընկերներ չես ընտրել։ Եթե իհարկե դու իրանց նման մեկը չես։ Դու ինչ գիտես, լավ գործընկեր են, թե չէ։ Դե ես այդ կարծիքին եմ։ Իսկ ես կոնկրետ իրանց մասն ինչ հետաքրքրում։ Օրինակ կուզեի իմանայի, թե Վահանը ոնց է տենց մի անգամից հարստացել։ Էդգար հավատա, որ դա իմ համար շատ կարևոր է։ Ես դրանով կիմանամ ազնիվ ու անկեղծ մարդու հետ եմ գործ բռնել, թե խարդախի հետ։ Ասում ես, ինձ ինչ գործ ես ուզում առաջարկես։ Աշխատելու ես համարյա քո մասնագիտությամբ։ Ամել ինձ վստահելի մարդիկ են պետք։ Իհարկե նաև իմ ֆիրման ունի լրատվության կարիք, այսինքն պիտի լուսաբանվի ու միաժամանակ ուզում ես, որ Վահանենց անցյալից քեզ նյութեր տրամադրեմ, հա։ Դե երկկողմանի համաձայնությամբ։ Ես քեզ ինչ-որ բաներ կտրամադրեմ, ինչ-որ բաները դու ինձ կտրամադրես։ Մենք կաշխատենք, այսպես ասած, փոխշահավետ պայմաններով։ Աման չի համաձայնվի։ Գիտեմ։ Բայց Էդգար լավ մտածի։ Պետք քեզ էլ, ինձ էլ շատ պետք է։ Ասեց հեսա կգամ։ Էդգար։ Էդգար։ Ես համաձայն եմ։ Համաձայն ես։ Համաձայն ես ուրեմն գնացինք։ Ուր, հենց հիմա։ Հա, ես ուզում եմ Վահանին ծանոթացնեմ մեր ֆիրմայի նոր մամուլոցառայության ղեկավարի հետ։ Դեմ չես։ Էդգար։ Բարև Վահան, Էդգար արի ներս։ Նստի։ Բարև Վահան։ Բարև Էդգար։ Ծանոթացի Վահան, Էդգարն է։ Ում հետ Էդգարի։ Ուրեմն Էդգարը այսուհետ մեր մոտ է աշխատելու, մեր ֆիրմայում։ Մեր հետ։ Հա, մեր հետ։ Մեր ֆիրմային լրագրող պետք է։ Ասենք։ Ես մտածեցի քո ընկերոջ Դավիթի փոքր եղբոր մասին։ Էդգարը լավ գործից հասկանում է։ Հետո սվոյ մարդ է։ Ու մի հատ էլ շատ լավ բնավորության գիծ ունի, եթե մի բանի ուզում է հասնի, անպայման ամեն գնով հասնում է։ Հա, էդ հաստատ։ Բայց Արամ։ Ինչ բայց։ Ուզում եմ ասեմ, կարանք ավելի մեծ փորձ ունեցող մեկին վերցնեինք։ Ես չգիտեմ դու հետևում ես Էդգարի հրապարակումներին, բայց ես շատ լուրջ հետևում եմ ու ասեմ, որ իր ձեռագիրը ինձ դուր է գալիս, նույնիսկ շատ։ Հա, որոշ հրապարակումների հետ ես էլ եմ ծանոթ։ Դե ուրեմն որոշված է։ Սրանից հետո Էդգարը լինելու է մեր լուսաբանման ու մամուլի պատասխանատու։ Լավ, որ տենց ես ուզում։ Վահան, հետաքրքիր մարդ ես, ես իմացա դու կուրախանաս։ Չէ, ես դեմ չեմ, Արամ ջան։ Փաստորեն սրանից հետո միասին ենք աշխատելու։ Հա, Վահան։ Արամ։ Իմ կարծիքով մեզ մի հատ նորմալ մեծ օֆիս է պետք։ Ես քո հետ համաձայն եմ, նույնիսկ ավելին կասեմ, մեզ մի հատ պետք չի, մեզ երկու հատ օֆիս է պետք։ Ու ես դրա մասին մտածել եմ, առաջինը կլինի Երևանում, մյուսը կլինի աշխատանքայինը Ծաղկաձորում։ Դե լավ, բոլոր փաստաթղթերը նախագծային ու աշխատանքային կապված համալիրի հետ Վահան ջան փոխանցի Էդգարին, թող արդեն սկսի աշխատել։ Հա, մեկ էլ Էդգար լսի։ Դու ոչ միայն գործն ես լուսաբանում, այլ նաև այն մարդկանց, ովքեր ղեկավար ուղակներ են զբաղեցնում մեր գործում։
Օրինակ Վահանին, հետո մյուսներին, այսինքն մարդիկ ովքեր ղեկավարն են, բարձա։ Եկար։ Բարև նստի։ Բոլոր թղթերն ես բերել։ Ոնց ասել էիք։ Մի քանի կիլո թղթի թափոն։ Ինչի եք այդպես ասում, Տիկին Թորոսյան։ Դու շատ լավ գիտես ինչի եմ այդպես ասում։ Փաստորեն մենք լրիվ սնանկ ենք։ Մերի, ձեր ամուսինը։ Ես իմ ամուսնու շատ լավ եմ ճանաչում։ Իսկ այ քեզ պարզվում է, որ ոչ։ Բայց ես ինչ կարայի անել։ Դու պարտավոր էիր ինձ ամեն ինչից տեղյակ պահել։ Ու ոչ թե մի շաբաթ առաջ, երբ ամեն ինչը քննարկում էինք Վահանի կաբինետում, այլ երբանից է Վահանը սկսել։ Դա փաստացի հենց սկզբից։ Ու դու այսքան ժամանակ լռել ես։ Տիկին Թորոսյան։ Համարի, որ այսօրվանից գործազուրկ ես։ Ու իմացի, ես կզբաղվեմ, որ քեզ ոչ միտեղ աշխատանքի չվերցնեն։ Տիկին Թորոսյան։ Գնա ազատ ես։ Մենակ ես մեծ ստորագրի։ Էդ ինչ է։ Դե գույքի գրավի հարց կարող է բարձրանա։ Գիտես, բաներ կա, որ երկուսի սանունով է, որ էլ մեկ էլ դու չգաս էլի հետս այս կոմենքում ունգնես։ Ստորագրից վազենք բանկերը։ Տականք։ Չտականքն ես, բայց դու Վահան։ Փաստորեն ռեստորանս էլ չկա։ Արամը չեր խափում։ Մենք սնանկ ենք։ Էդգարի վերցրել ես, որ կողքդ լինի։ Հա, Լուիզ, վերցրել եմ, որ կողքս լինի։ Ինքը համար տղա է, իր ուզածին հասնող։ Հետո էլ ես Արսենի դեպքը իմ համար դաս եղավ։ Ես ուզում եմ, որ իմ հարազատները իմ կողքը լինեն, իմ հսկողության տակ, որ իմանամ ուր են գնում եւ ինչով են զբաղվում։ Բա հիմա ինչ ենք անելու։ Ամեն ինչ պետք է սկզբից սկսենք, Լուիզ։ Ամենասկզբից։ Ալիկի երգը երգված է։ Իր պատմությունը վեճով սկսել է, վեճով էլ կավարտվի։ Խեղճ տղեն իր փոսը իր ձեռով է փորելու։ Խեղճ տղա։ Ալիկին ես վերացնելու։ Չէ, ինչի պետք է ես վերացնեմ, ինքը իր ձեռով իրան կվերացնի։ Կամ էլ մարդ կգտնվի իր նման, որ իր հարցերը կլուծի։ Բա Մերին։ Մերին ինչ, Մերին։ Արդեն Մերին զրոյի վրա է, ինքն ու Վահանը սնանկ են։ Ոչ մի կոպեկ փող չունեն։ Հետո էլ գնալով ավելի շատ են իրար հետ վիճում, կռիվներ անում։ Վերջում կհասնի նրան, որ Մերին իր ոտով կգա իմ մոտ։ Ու դու այդքանից հետո իրան հետ կընդունես, հա։ Վերջում Մերին կմնա առանց տուն, քնելու տեղ էլ չի ունենա։ Իսկ Վահանը։ Վահանն ամենամեղքն է։
Ինքը գիտի, որ Ալիկը իր մոտ չի վերադառնա ինչ գնալ լինի։ Ու իր հարաբերությունները Արամի հետ պիտի լավացնի, այլ ընտրանք չկա։ Ես եմ Արամն է իր միակ հույսը։ Ու ինչ ես հիմա անելու։ Վահանը Դավիթի նույն ճանապարհով կանցնի։ Այն ինչ տեսել է Դավիթը Վահանն էլ է տեսնելու։ Այն զրկանքները ինչ կրել է Դավիթը Վահանն էլ է կրել։ Սկզբից մինչև վերջ։ Հա, Արամ, քիչ մնաց մոռանայի։ Սաքոն մի շաբաթով բացակայելու է։ Ուր է գնալու։ Չի ասել։ Չէ, չգիտեմ, չասեց։ Ասեց ուղղակի մի շաբաթով բացակայելու եմ։ Հետաքրքիր է։ Սեփական նախաձեռնությամբ Սաքոն չի փայլում։ Ալիկը բացառվում է Քավոր։ Քավորից տեղեկություն ունես։ Դու փոխվել ես, շատ ես փոխվել։ Այս 20 տարիների ընթացքում ինչ ես նստած էի, դու դրսում վայելում էիր կյանքն ու հզորանում։ Շատ ես հզորացել, էլ առաջվանը չես։ Հիմա իշխում ես ու թուրդ աճ ու ձախ կտրում է։ Ես բանդում ճանաչեցի մարդուն, այն մարդուն, որ կարա մեջքից խփի, այն մարդուն, ում ընկեր էի համարում։ Ճիշտ է, ես էլ մի բարի պտուղը չէի, բայց այն ինչ դու արեցիր, ներում չունի, ու դու պտի պատասխան տաս։ Քո մեջ ոչ մի մարդկային բան չի մնացել, տենց էլ պիտի լիներ, տենով կարար տենց բան աներ չարի մարմնացում ու դու էդ ապացուցեցիր։ Հիմա կամ ես, կամ դու, ուրիշ ելք չկա։ Գիտեմ, հիմա քո դեմ դուրս գալը դանակով թնդանոթի դեմ դուրս գալու նման մի բան է։ Գիտեմ, հետ չես կանգնելու, ես քեզ խանգարում եմ։ Գիտեմ, նորից ես խփելու, բայց նայի չվրի պես, որովհետև եթե հանկարծ վրի պես, ես հաստատ չեմ վրիպի։ Ես աշխարհի հիմա շատ նեղա երկուսիս համար, մեզնից մեկը կմնա։ Դե աղոթի, որ մնացողը դու լինես, գալիս եմ։ Սասեյեմ, սուպերմարկետ ձեր տանը։